Շնորհակալ եմ հարազատ քույր, շնորհակալ եմ երկու գրքի հեղինակ է, մեկը մեկից լավը, մի անգամ Առովաբաջանյան համերգասրահում Կոստան Զարյանի հատորն էի թերթում, որով շատ խանդավառված եմ իր ոճով, ուզում էի, որ մեկ էլ հրիսին, թե կարող եմ այդ գիրքը թերթել, ես զգացի, որ մեծ հետաքրքրություն ունի այն ոճի հանդեպ, որ Կոստան Զարյանը բերում էր, Կոստան Զարյանը փորձեց արմատավորել մեր գրականության մեջ, մեր հեթանոս երգերի ոճին ու մտածումը։ Շնորհակալ եմ քո հաջողությունների համար։ Երկու գիրք, մեկը մեկից լավը, արժանի ամենաբարձր գնահատականի։ Հրիփսիմե Ասատրյան, հանեցեք։ Եվ հրիփսիմե Օմար Սարը բարձրացավ։ Այո։ Խաչատրով ջարից երկրորդ գրողն է։ Հարգանքներս պարոն Արտունյան ջան։ Ճիշտ ասած, ես վստահ եմ, որ այստեղ դեռ գրականագիտական, քննադատական շատ խոսքեր կարող են հնչել։ Դրա համար ես այսօր Սարգիսի մասին կխոսեմ որպես ընկեր։ Ես սիրով եւ գրկաբաց ընկերաբար ընդունում եմ Սարգիսին, Սարգիսի գիրքը, Սարգիսի մուտքը դեպի գրականություն ողջունում եմ։ Այս գիրքը ներկայացնելով Սարգիսը վերջապես ամուր ոտքը դրեց գրականության հողին, սակայն բոլոր բարեմաղթանքներից զատ ես ուզում եմ նրան պատվիրել, որ նա երկյուղացությամբ եւ մեծ պատասխանատվությամբ մոտենա գրականությանը, բանաստեղծ կոչումին, որովհետև գրականությունը այն ոլորտն է, որտեղ կրթվում, դաստիարակվում, մշակվում են սերունդների հոգիները, սերունդների միտքը։ Այդ կոչումը ամենամեծ, ամենաբարձր կոչումն է։ Եվ քանի որ նա գիտի, թե ինչ է եկեղեցու խորանը, դրա համար ես ուզում եմ գրականությունը համեմատել այդ Սուրբ խորանի հետ, որին պետք է մոտենանք երկյուղատությամբ։ Վստահ եմ, որ նա կարդարացնի մեր սպասելիքները։ Ուզում եմ շնորհավորել, որ նա այսօր դարձավ Համահայկական գրողների միության անդամ, բարի գալուստ Սարգիս ջան մեր ընտանիք։ Դու ոչ միայն տաղանդավոր մարդ ես, ոչ միայն գեղեցիկ սիրուն պոեզիա ունես, այլ նաև հաջողակ ես, որովհետև քո կողքին ունես այսպիսի հսկա մարդ, հսկա փոխաբերական իմաստով նկատի ունեմ, բարության, սիրով, մի մարդ, ով որ հարթում է ճանապարհ է տալիս երիտասարդներին, իսկապես դա մեծ հաջողություն է, ունես գրքի լավ խմբագիր, մեր սիրելի Սուսանան, ես ուզում եմ ողջունել իրեն, ճիշտ է, նա այսօր այստեղ չի, բայց մենք թերթելով գիրքը զգում ենք նրա ջանասեր հոգատար աշխատանքը։ Ուզում եմ նաև ասել, որ գրականություն մուտք գործելուց հետո յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի հավատարմության մի շարք երթումներ տալ։ Հավատարի մնալ հայրենիքին, ընկերներին, մեր դասականներին եւ բոլոր այն բարձրագույն արժեքներին, որ ունի հայ ազգը։ Հավատարմությունը դա յուրաքանչյուր մտավորականի առաքինությունն է։ Պետք է դու զարդարված լինես առաքինությամբ։ Շատ չեմ խոսի, միայն ընկերաբար կողջունեմ քեզ Սարգիս ջան, ասեմ, որ դու իսկապես ունես շատ գեղեցիկ, սիրուն պոեզիա, լույս կա քո պոեզիայի մեջ, սեր կա քո պոեզիայի մեջ, տաղանդ կա, աշխատի, որ ինչքան էլ որ փոթորիկներ կան, ինչքան դժվարություններ կան, դու չկորցնես այդ գեղեցկությունը, այդ լույսը։ Միայն դա եմ քեզ ցանկանում։ Իմ ընկերը շատ հայրենասեր ընկեր է, մենք գաղափարակից ընկերներ ենք նաև, դրա համար ես սիրում եմ իր հայրենասիրական պոեզիան և կուզենամ ներկայացնել իմ ամենասիրած գործը, խաչակրած ձայնով, մթամոլոր այգում մառախուղը գրկած, ես քայլում եմ ինչպես մի խաչագիր, սև հագուստը հագած և բոբիկ ոտքերով քայլում եմ դեպի լույսը անծայրածիր, ինձով կասի ինչու, ինձով կասի ինչպես, ինձով կասի, թե այդ ուր ես գնում, որ ճամփեքով անցար, որ ճամփեքով կանցնես, ինձով կասի, դու քեզ չես խնայում, իմ ժողովուրդ, իմ տարագիր մանուկ, ես չեմ ուզում վերջին երգը երգել, քո խոցոտված սրտից դեռ արյուն է կաթում,
դեռ մենք անապատից դուրս չենք եկել։ Եվ օրերը գալիս, կանգ են առնում մի պահ, դեմ հանդիման բանաստեղծի սրտին, եւ երգում է անվերջ Խաչակիրը հիմա, հուսոհին շարական ծնված հողին։